Նպատակային օգտագործում։ Դեպքում որտեղից է ճարելու կաթողիկոսի, այսպես կոչված իր երազած տիպարը։ Որտեղից է ճարելու այն արքիեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որը պահպանել է այդ ամեն ինչը։ Չկա դες բան։ Նշանակում է իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։ Հիմա այս կոչը որակական Ինչ է կարծում, ինչ կարող է անել պարոն Աղազյան, քանի որ նաև իր նախկին թիմակիցն է, գուցե նաև տրամաբանությունը հայլերի Ես կարծում եմ, որ որևէ բան չի կարանի, որովհետև ես նախ առիթեր եղել խոսել ենք ես իմ վերաբերմունքը կրոնի հանդեպ ընդհանրապես չի եկեղեցու ընդհանրապես, բայց ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, այդ մակարդակի անհատներ, որոնք պետք է, ասենք, թույլ չտան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործել։ Իսկ քաղաքացիական բախումներ արդյոք չլինի, պարոն Աղազարյան, քաղաքացիական բախումներ, որովհետև ըստ էության Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս տա պայքարի եւ հեռացնի կաթողիկոսին։ Կարող է հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում այն մի թևին մյուսները կարող պատահի կոչ անեն, այն մյուս թևին կարող է, ես չգիտեմ, կարող պատահի կոհեմելեն չանեն այդ ամեն ինչը չանեն, բայց ինչպես մի անգամ վերջերս ասեց Էդմոն Մարուկյանը, շատ տարօրինակ է այն համընկնումները։ Տեսեք, հասնում եք ասում 7 տարի առաջ չգիտեիք, շատ տեղին հարց է, բայց իհարկե 7 տարի առաջ գիտենք, 6 տարի առաջ, 5 տարի առաջ։ Երբ որ այսօր է տեղի ունենում, արդեն սարսռում ես, անհանգստությունից սարսռում ես, որ սրա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն Այսինքն կարծում եք պատահական չի Նիկոլ Փաշինյանի այս սկսածը Ադրբեջանից միջով։ Ոչ։ Դրա հիմքում ընկած այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետականորեն պետություն իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով։ Ինչի հետ ես կներեք նվաստս միանշանակ համաձայն եմ, բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որը հենց եկեղեցու, այսինքն հենց սկզբունքներից մեկն է մարդկանց իրավունքների պաշտպանության, ընդ որում կարող է պատահի նաև եկեղեցի հայ առաքելական եկեղեցի պաշտպանի մուսուլմանական ինչ-որ մի խմբի, ինչ-որ մի էթնոսի շահերն պաշտպանի մարդկային արժեի համակարգից ելնելով։ Այստեղ էլ պաշտպանում է Ղարաբաղցիների շահերը, Ղարաբաղցիների մեր հայրենակիցների իրավունքը։ Բա պիտի անի։ Դա է Փաշինյանը համաժողովն է եղել։ Այո, որոշել են Արշավի այո։ Պարոն Աղազարյան, Չէ՞ կարող այդքան